հատկապես այս բարդ օրերին, երբ Ադրբեջանը ամեն գնով փորձում է Արցախի մշակույթը, ժառանգությունը յուրացնել, ոչնչացնել, արցախցիներն ամեն ինչ անում են պահպանելու իրենց գաղափարախոսությունները, իրենց արժեքները, եւ դրա մասին է խոսում այսօրվա մեր հյուրերի այստեղ ներկայությունը։ Այո, ես շտապ եմ ներկայացնել հյուրերին, հետո արդեն մանրամասն կխոսենք եւ միջոցառումից եւ արդեն այն բոլոր մնացյալ թեմաներից, որոնք իրենց ուսերին արցախցիները այսպես կուռ կամքով տանում են։ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Իրինա Հայրապետյան, բարի լույս, Արցախի ազգային նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյան, ձեզ էլ բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար։ Մերսի հրավերի համար։ Նախ ցույց տվեք տոների կապակցությամբ ձեզ շնորհավորել։ Դեռ մինչև հունվարի 13-ը իրավունք ունենք միմյանց շնորհավորել։ Տոնածառն էլ դրած է։ Տոնածառը չկա, բայց չկա, թող մեր ներսում այո այդ տոնական ջերմ մթնոլորտը դեռ պահպանենք ինչքան հնարավոր է։ Շնորհավոր։ Նմանապես։ Ընդունեք փոխադարձ շնորհավորանքները, շնորհակալ ենք։ Իրինայի հետ արդեն պատիվ ունեցել ենք հանդիպելու, հյուրընկալելու Իրինային, հաճելի զրույց ունենալու, պարոն Սարդարյանը մեզ մոտ առաջին անգամ է, բարի գալուստ։ Խոսենք հունվարի 18-ից Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը եւ Մունք տեխնո դպրոցը, սիրելի հեռուստադիտողներ, հունվարի 18-ին բոլորիդ հրավիրում է մարզաամերգային համալիր, որպեսզի ներկայացնեն Արցախյան ողջ համն ու հոտը, մշակույթը, նրանց բնավորությունը, մտքի ու ձեռքի աշխատանքները։ Խնդրում եմ սկսենք Իրինա պատմեք, այո, ինչ է սպասվում հունվարի 18-ին։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ հրավերի եւ անդրադարձի համար, քանի որ ինչպես գիտեք, հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող Մենք կանք խորագիրը կրող մեծածավալ միջոցառման հիմքում ոչ թե շոու ծրագիրն է, այլ մենք հիմնական շեշտադրումը դրել ենք գաղափարի եւ արժեքի վրա։ Անհրաժեշտություն է առաջանում մի փոքր ավելի շատ խոսելու դրա մասին, մարդկանց ներկայացնելու կարևորությունը եւ ինչու՞ չէ նաեւ բացատրելու, թե ինչու է դա կարևոր, ինչու է դա արժեքավոր։ Շնորհակալություն անդրադարձի ու հրավերի համար։ Հունվարի 18-ին մեզ սպասվում է տարվա ամենաարցախյան, ամենամեծ միջոցառումը։ Միջոցառումը բաղկացած է լինելու երկու բաղադրիչներից։ Առաջինը ցուցահանդեսն է, որը սկսվելու է ժամը 12-ից եւ տևելու է մինչեւ երեկոյան ժամը 9-ը։ Ցուցահանդեսի ներկայացված են լինելու եւ արցախյան մշակույթին վերաբերող տարբեր իրեր, տարբեր նմուշներ։ Կարևոր եմ համարում ընդգծելը, որ այդ ցուցահանդեսի ներկայացված են լինելու նաև բացառիկ նմուշներ, որոնք կարողացել ենք մեծ դժվարությամբ փրկել այդ օրերին եւ տեղահանությունից հետո փակագծերը չեմ ուզում այդքան էլ բացենք, որպեսզի անակնկալ լինի մեր այցելուների համար, բայց պիտի ասեմ, որ այդ նմուշները դեռևս տեղահանությունից հետո որևէ տեղ չեն ներկայացվել, այնպես որ կարծում եմ շատ արժեքավոր բաներ կգտնեն մեր այցելուները ցուցահանդեսին ու նաև շատ մեծ տեղ ենք հատկացրել հենց նաև կրթական ծրագրերին, որոնք առնչվում են նաև մշակույթի հետ։ Օրինակ մեզ միացել է Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնը, որը մինչև 20 թվական ու նաև 20 թվականից հետո թվայնացրել է մի շարք պատմամշակութային կառույցներ եւ այսպես ասած վիրտուալ իրականություն կարող են տեղափոխվել մեր ցուցահանդեսի այցելուները ու քայլել, շրջել այդ պատմամշակութային արցախյան վայրերով։ Նաև շատ մեծ տեղ ենք հատկացրել հենց արցախցի գործարարներին, որոնք չեն կոտրվել տեղահանությունից հետո եւ փոքրիկ քայլերով փորձում են վերականգնվել եւ առաջ շարժվել։ Ցուցահանդեսին հաջորդելու է մշակութային համերգը, որը սկսվելու է համերգը սկսվելու է ժամը 6-ին, երեկոյան ժամը 6-ին, տևելու է մոտավոր 2 ժամ։ Համերգին հիմնականում ելույթ են ունենալու Արցախում պետական կարգավիճակ ունեցող համույթները, այսինքն այն համույթները, որոնց գործունեությունը մենք այստեղ մեր հասարակական կազմակերպությունը այստեղ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի շարունակվի, այդ շարունակականությունը ապահովի ու նաև մի շարք սիրված ու ճանաչված աստղեր։ Պարոն Սարդարյան, անդրադառնանք, թե ինչ մասնակցություն եք ունենալու դուք եւ ենթադրում եմ Արցախի ազգային նվագարաններ նվագախումբը։ Դե, հա, ես այսինքն հենց այդ շրջանակներում ամբողջ ընթացքում ուղեկցելու եք ցուցահանդեսը հյուրերին, թե մի որոշ հատված։
իհարկե այդ օրը այդտեղ ենք, բնականաբար, համերգի մեր բաժինը կունենանք, մեր նվագախումբը, որպես Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբ, դեռևս մի քանի համարով բնականաբար ելույթ կունենանք, որտեղ մյուս պոակներն էլ պիտի ելույթ ունենան, անհատ կատարողներն էլ։ Երևի, չգիտեմ, նվագացանկը կամ երգացանկը տեղում էլի, հա։ Նախապես չեք ընտրել ինչ նվագացանկով, երգացանկով։ Երկու նվագախմբային ստեղծագործություն կկատարենք, երևի մեկ կամ երկու երգի նվագակցություն Վարդան Բադալյանին կնվագակցենք, այդ օրը մեր նվագակցությամբ ինքը կերգի։ Իսկ ինչպես եք ընտրություն կատարել, հատկապես որ աշխատանքներով հանդես գաք։ Բնականաբար Արցախ թեման եւ հայրենասիրական։ Այս օրերին դուք շատ եք շփվում արցախցիների հետ եւ համախմբում եք, կասեք նրանց շատերի մոտ, եթե սկզբում կար կոտրվածություն, հիմա նաեւ կա ուժի զգացողություն համախմբվելու, արդյոք նկատում եք թե ոչ եւ գաղափարը ի վերուստ նման լայնածավալ միջոցառումների ինչպես առաջացավ։ Մենք առհասարակ միշտ ենք շատ շփվում արցախցիների հետ, արցախցիները միշտ այդ ուժի զգացողությունը, նրանք միշտ իրենց ցավը բոլոր ժամանակներում, թե 90-ականներին, թե 16 թվականի պատերազմից հետո, թե բոլոր աղետներից հետո, արցախցիները միշտ իրենց ցավը վերածում են ուժի եւ այդ ուժը ներդնում են իրենց կենսակերպի մեջ, որպեսզի կարողանան առաջ շարժվեն եւ ինչ որ նոր բան ստեղծագործեն մշակութային առումով, թե առհասարակ ինչ որ արժեքավոր բան թողնեն եւ այս կոնտեքստում կարող եմ հիշեցնել նաև մեր առաջին միջոցառումը, ելի մենք կանք խորագիրներ կրում, որը դեկտեմբերի 10-ին ենք կազմակերպել, հենց բռնատեղահանումից անմիջապես հետո եւ հավատացեք, որ դա ամենամեծ ելի բռնատեղահանումից հետո արցախյան միջոցառումն էր, որ մի հարկի տակ համախմբեց հազարավոր արցախցիների եւ նրանք նույն մոտիվացիայով, նույն հետաքրքրությամբ եկան որպեսզի մասնակից լինեն եւ կրող լինեն իրենց սեփական մշակույթի եւ նաեւ այս միջոցառման առանցքում մեր ընդհանուր գաղափարախոսությունն է ոչ թե միայն տարանջատում ենք արցախյան, այլ արցախյան մշակույթը առհասարակ ինքը հայկական մեծ հարուստ մշակույթի մի բաղադրիչն է եւ քանի որ այսօր վտանգված է առհասարակ Արցախի հետ կապված ամեն ինչ եւ մենք նյութական ժառանգությունը այսպես ասած մեր ձեռքը այդքան էլ չի հասնում որպեսզի կարողանանք պաշտպանել Արցախում թողած նյութական ժառանգությունը, մենք ամեն կերպ փորձում ենք գոնե ոչ նյութական մշակութային ժառանգությունը այստեղ Հայաստանում պահել թե վիրտուալ ձևով, թե մեր մշակույթները, թե մեր համույթները պահպանելու, նրանց աշխատանքի շարունակականությունը ապահովելու առումով։ Ինչպես ասում են, ամենակարևորը միտքն ու երևակայությունն է, որը ոչ ոք չի կարող խլել մեզանից։ Հետաքրքիր է, կազմը նույնն է մարդկանց, ինչ նախորդ կրկին միջոցառման, հա, մենք կանք խորագրով, ավելի ընդլայնվել է, գուցե ցավոք, բայց պակասել է։ Այս հարցի պատասխանը մի փոքր խառն է, որովհետև ցավոք նաև կրճատվել է կազմը եւ ուրախություն բոլորիս նաև ավելացել են։ Այս 2 տարվա ընթացքում կազմակերպությունը բավականին բարդ ճանապարհ է անցել եւ մի շարք ծրագրեր կարողացել ենք կյանքի կոչել, բայց ցավոք մենք ունենք նաև կազմաքանդված համույթներ, որովհետև ստեղծված իրավիճակում բռնատեղահանությունից հետո ստեղծված սոցիալական ծանր պայմաններին դիմակայելու համար համույթի անդամները ստիպված տարբեր ոլորտներում աշխատանքներ են փնտրում եւ իդեպ գտնում են նրանք այդ աշխատանքները, բայց արդյունքում դժում է համույթի գործունեությունը, որովհետեւ հասարակական հիմունքներով առանց կանոնավոր ֆինանսավորման այդ մարդիկ տարբեր պատճառներից ելնելով չեն կարողանում բավականաչափ ժամանակ հատկացնել համույթի պահպանմանը եւ այդպես էլ ցավոք բոլորիս համար ցավոք կազմաքանդվում են համույթները։ Իրինա, դուք շատ կարևոր եւ մեծ գործ եք անում համախմբելով նախ արցախցիներին ձեր շուրջը, բացի այդ որքանով տեղյակ եմ շարունակական միջոցառումների, ձեր հասարակական կազմակերպության մի քանի միջոցառումներից կուզեմ որ պատմեք, բացի ամսի 18-ից ինչ եք նախատեսում եւ ինչ ունեք արդեն արած։ Մեկ փոքր հասարակական կազմակերպության համար, որը ընդամենը գործում է 2 տարի, մենք բավականին մեծ ծավալով աշխատանք ենք կատարել եւ բազմաթիվ միջոցառումներ ենք մասնակցել։ Կոնկրետ երկրորդ տարում 2025 թվականին մենք հիմնականում շեշտը դրել ենք միջազգային հյուրախաղերի եւ ծրագրերի վրա,
եւ մեր առաջին նախադեպային հյուրախաղը հենց Միացյալ Նահանգներում էր Արցախի Պարի պետական համույթը այնտեղ Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում հանդես եկավ մենահամերգով, հյուրախաղով եւ բավականին շատ նաեւ արցախցիներ կային, արտասահմանյան հյուրեր կային, որոնք հենց այնտեղ տեղում ծանոթացան արցախյան մշակույթին եւ մեր կարևոր երկրորդ միջոցառում այս տարվա ընթացքում COF-ի կողմից կազմակերպված ֆոլկլորային միջազգային փառատոնն էր, որտեղ հանդես եկան իդեպ Արցախի ազգային նվագարանների նվագախումբը եւ Արցախի Պարի պետական համույթը բավականին մեծ փորձառություն ստացանք այդ համերգից, կարծում եմ պարոն Սարդարյանը ավելի մանրամասն մշակույթի առումով կներկայացնի, բայց շատ կարևոր էր, որպեսզի արցախյան մշակույթը նաև տեսանելի դարձնենք միջազգային բեմերում եւ այդ փորձը մնացած երկրների, ճանաչված երկրների համույթների հետ համատեղ նաև մենք ունեցանք համարներ, այսինքն դա խոսում է նրա մասին, որ այլ երկրների մշակույթը կրող մարդիկ հետաքրքրված են հայկական մշակույթով եւ արցախյան մշակույթով։ Իրենց համար դա հետաքրքիր է եւ իրենք ցանկություն են հայտնում համատեղ ինչ որ համարներ ստեղծել, համարներով ելույթ ունենալ։ Մեզ համարել ոգևորիչ։ Պարոն Սարդարյան, խնդրում եմ մի փոքր պատմեք նվագախմբի մասին։ Նախ որ թվականից եք գործում, արդյոք նույն կազմով եք Հայաստանում այժմ գործունեություն ծավալում, թե հայաստանաբնակ արդեն երաժիշտներ են ներգրավել։ Եվ Ուրեմն 15 թվից նվագախումբը ստեղծվեց Արցախում, հիմնադրեցինք, այսպես ասած, ես եմ հիմնադրել մշակույթի նախարարության առաջարկով եւ պետական կարգավիճակ ստացավ 20 թվից։ Պետական կարգավիճակ ստացավ ու պատերազմը սկսվեց, չհասցրեցինք ցած մեր գործունեությունը ավելի ծավալուն անել։ Հիմա տեղահանումից հետո բնականաբար ոմանք բացակայել են, թե երկրից, թե ոնց որ Իրան ասեց աշխատանքի ոլորտի փոփոխության պատճառով, զբաղվածության պատճառով։ Տեղահանումից հետո մենք գործում ենք հասարակական հիմունքներով, բացառապես ու կարելի ասել ոչ պրոֆեսիոնալ, որովհետև ինչ որ համերգից, ինչ որ միջոցառումից առաջ հավաքվել, մի քանի փորձ անել եւ համերգ տալ, դա կիսա պրոֆեսիոնալ հա բնականաբար։ Իսկ բանում Իտալիայում չէ, այդ ֆոլկլորային միջոցառմանը մասնակցելուց փառատոնին մենք կես կազմով գնացինք նվագախմբի կիսատ կազմով, որտեղ հիմնականում նվագակցում էինք Պարին, դրա համար մի մասով գնացինք, իհարկե էլի նվագախմբային ստեղծագործություններ էլ կատարեցինք, բացի Պարին նվագակցելը, բայց մեր նվագախմբի առաքելությունը, այսպես ասած, ավելի հանրությանը ներկայացնել են ստեղծագործությունները, որոնք փոքր կազմի համար չեն, ավելի մասշտաբային, ավելի ծավալուն, մեծ ու դրա կարիքն էլ կա։ Այս համերգին մենք ներկայանալու ենք, հանդես են գալու, այսինքն կամերային նվագախմբի հետ համատեղ Արցախի մենք միացրել ենք երկու նվագախմբերը եւ ավելի մեծ մասշտաբային եւ հնչողության առումով կարծում եմ հաջողված եւ լավ ներկայացում կլինի, հանդես կլինի։ Հուսանք, մաղթում ենք լավ ելույթ եւ Իրինա նաեւ կուզեմ խոսեցիք, նշեցիք, որ ցուցահանդես է լինելու, կուզեմ հասկանալ ցուցահանդես վաճառք, որի ընթացքում ինչ որ իրեր կվաճառվեն Արցախի, թե միայն գաղափարական առումով ցուցահանդես։ Ցուցահանդեսը համատեղելու է այդ երկու բաղադրիչները եւ գաղափարական առումով մշակույթը ներկայացնող բաղադրիչներ են լինելու եւ նաեւ վաճառք է լինելու։ Մենք դրանով փորձելու ենք խթանել, խրախուսել փոքր բիզնեսներին, այն կանանց, այն առհասարակ արցախցիներին, որոնք չեն կոտրվել եւ փորձում են ինչ-որ բան ստեղծել, ու նաեւ լինելու է մեր իհարկե Արցախի այցեքարտը հանդիսացող ուտեստներից ժենգելով հացի վարպետաց դաս, այցելուները կարողանալու են մասնակցել
մասնակցել process-ին, ծանոթանալ ընթացքին եւ իհարկե համտեսել իրենց պատրաստված ժենգյալով հացը։ Այնպես որ ձեզ էլ են հրավիրում, շատ համեղ է անցնելու, շատ գաղափարական առումով հարուստ է անցնելու եւ շատ հուսով ենք, որ լիքը դրական էմոցիաներ եք ստանալու։ Համով, ֆոտո, բարձր տրամադրությամբ խնդրում եմ վայրը եւ ժամը կրկին հիշեցնեք մեր հեռուստադիտողներին։ Մենք կանք խորագիրը կրող մեծածավալ միջոցառումը տեղի ունենալու հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսը սկսվելու է ժամը 12-ից, համերգը լինելու է ժամը 6-ին։ Դե ինչ հուսով եմ ես ու դու էլ կհասցնենք եւ կմիանանք, կվայելենք ձեզ հետ այդ միջոցառումը օրը եւ գաղափարական առումով կլինենք նաեւ ձեր կողքին։ Շնորհակալ ենք իհարկե մեզ մոտ լինելու համար։ Այո, նման թեմաներից, նման միջոցառումներից յուրաքանչյուր հայի հոգին կարծում եմ փառավորվում է, որովհետեւ միևնույն է, հատկապես հայի համար այդ ինքնության պահպանությունը լեզուն է, կրոնն է, հավատն է եւ մշակույթն է։ Շնորհակալություն, որ դուք կաք շատ կարեւոր գործի եւ շարունակական թողնի միայն։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ սիրելի հեռուստադիտողներ։